Իմ հաջորդ զրուցակիցը թուրքագետ Նելի Մինասյանն է, ողջույն Նելի։ Բարև ձեզ։ Վստահ եմ Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձին հայ համայնքին ուղղված ծանոթ եք, Նելի։ Այո։ Կար նոր բան այստեղ։ Նոր բան իրականում կարելի ասել չկար։ Ուղղակի ամեն տարի այսպես ինչ որ ձևակերպումների վրա ինչ որ խաղեր են արվում մեծ հաշվով։ Բայց իմաստը նույնն է, էլի, որ կիսում են այսպես ցավը ընդհանուր համատեքստում են դնում հայ եւ թուրք այսպես ժողովուրդների տեղի ունեցածը եւ իմ կարծիքով մի փոքր նաեւ գնում են դեպի պատմության վերաշարադրման, մեր հիշողության վերաձևակերպման հետ կապված հարցերում։ Հենց այդ իմաստով մի տող ես առանձնացրել եմ։ Էրդողանը հղում է անում Օսմանյան կայսրության վերջին շրջանին։ Տպավորությունն է, որ իր վրայից խնդիրը հեռացնում է։ Թե միշտ է այդպես անում։ Գիտեք, հետաքրքիր է, որ Թուրքիայի Հանրապետությունը երբ որ հիմնադրվեց, իրենք ճիշտ է, իրենց հայտարարեցին Օսմանյան կայսրության ժառանգորդուհին, բայց որոշ հարցերի հետ կապված իրենք զերծ մնացին։ Օրինակ, մեկը հենց ջարդերը, ցեղասպանությունը, այս տիպի խնդիրները։ Հետաքրքիր է, որ քեմալականները, որոնք բավականին երկար ժամանակ, փաստորեն մինչև դարի կեսը, մինչև 1950 թվականը իրանք բացարձակ իշխանության էին, իրենք այս թեզը հիմնականում պահպանեցին։ Եվ կարելի ասել հետագայում էլ հիմնական գծերով այդ թեզը պահպանվեց մինչև Էրդողանի գլխավորած ուժի իշխանության գալը 2002 թվականին, եւ այստեղ արդեն մի փոքր այսպես այլ քննարկումներ տեղի ունեցան, շատ քիչ։ Ես դա կարծում եմ կապված էր ավելի շատ Թուրքիայի Եվրամիության ինտեգրման գործընթացի հետ, որը որ իրենք մանավանդ այդ շրջանում բարեփոխումներ էին կատարում այդ գործընթացի համար։ Այսինքն ռեալ էր այդ գործընթացը ու իրանցից նաև եվրոպական կողմը պահանջում էր ուրեմն որոշ խնդիրների եւս անդրադարձ։ Այս առումով որոշակի փոփոխություն նկատվեց, բայց դա էական փոփոխություն չի։ Նելի, սա կարծեմ ձեր միտքն է 1999-ին ցեղասպանության ճանաչումը արտաքին օրակարգ դարձնելով Հայաստանը սեփական դիրքերը թույլատրել է։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Ինչն է թույլատրել։ Տեսեք, ուրեմն երբ որ առաջին նախագահի ժամանակաշրջանում մենք ցեղասպանության խնդիրը չդարձրեցինք արտաքին քաղաքականության գերակայություն, Թուրքիային ոնց որ զերծ պահեցինք, որպեսզի ինքը այդ հարցը ավելի շատ շահարկի եւ դարձնի սակարկման առարկա։ Ճիշտ է, որպես նախապայման իրենք մեզ ներկայացրեցին 90-ականների սկզբի նախապայմաններից մեկը դա էր, չէ՞։ Ցեղասպանությունը ուրեմն պետական մակարդակով չբարձրաձայնել, չհետապնդել ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը։ Եվ տեսեք, ուրեմն այս գործընթացում իրականում հայկական կողմը առաջնահերթություն չդարձնելով իրականում փակում էր այդ նախապայմանի կարևորությունը, որտեղ եթե արտաքին քաղաքականության գերակայություն չի, ներողություն, եթե որևէ հայ համայնք նման քայլ է իրականացնում, դա Հայաստան պետության գործը չի էության մեջ։ Բայց երբ որ մենք դա դարձրեցինք արդեն արտաքին քաղաքականության ուրեմն գերակայություն, մենք այստեղ ժամանակի իշխանությունները տվեցին երկու հիմնավորում։ Ուրեմն առաջինը, որ դա ներկայացնելով կստիպեն, որպեսզի Թուրքիան հեռու մնա Լեռնային Ղարաբաղի խնդրից եւ ստեյցիան այդ խնդիրը մեջտեղ չբերի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, որտեղ իրականում հետագայում ամենակարևոր խնդիրը այսպես դառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։ Այստեղ իմ կարծիքով սխալ հաշվարկ եղավ, որովհետև ավելի շուտ Թուրքիա պետությանը խորքային առումով չճանաչելու հաշվարկ եղավ, որ մի խնդիրը մի խնդրով Թուրքիան բնականաբար չէր համաձայնի փոխել եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Թուրքիան ավելի շատ օգտագործում էր գործոն հայ-թուրքական հարաբերություններում եւ ոչ թե դա էր բուն խնդիրը։ Սա մեկ եւ երկրորդ ներդրումների համար, որ Սփյուռքը Հայաստանում կանի ներդրումներ։ Մենք ոչ տեսանք Սփյուռքի խոշոր ներդրումները, ոչ էլ այս հարցում տեսանք Թուրքիայի ուրեմն զիջողականությունը։ Փոխարենը Թուրքիային ոնց հնարավորություն տվեցինք իմ դիտարկմամբ, որ ինքը հետագա գործընթացի ժամանակ այս խնդիրը բերի արդեն ավելի լայն սակարկման դաշտ եւ պատմաբաների հանձնաժողովի ստեղծումը ընդգրկի Ցյուրիխյան արձանագրությունների տեքստի մեջ։ Ես այս իմաստով եմ 99 թվականի գերակայությունը ուրեմն դիտարկել։ Հիմա այդ հերվից ճիշտ հանգրվան եկավ մեր զրույցը։ Ցյուրիխյան արձանագրությունը ուր որ է իրագործվում էր, ինչու ձախողվեց։ Գիտեք, ես կարծում եմ Ցյուրիխյան արձանագրությունը մեր համար շատ լավ փաստաթուղթ էր։ Միայն այս մի կետից։ Եթե այս մի կետն էլ չլիներ, ինքը մեզ համար իսկապես լավ փաստաթուղթ էր։ Մենք ստանում էինք շոշափելի կարևոր բաներ, ինչ որ ուզում էինք, որտեվ առանց մեզ համար Արցախի, կարևոր էր։ առանց Արցախի, առանց Արցախի։ Առանց Արցախի, այո, այսինքն նա լրիվ առանց խնդիր էր մնում ու չէր բերվում հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ։ Մենք երկու փաստաթուղթ ստորագրվել, չէ՞, դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հաստատման եւ պետությունների միջև սահմանների ճանաչման կարծեմ։ Մի խոսքով երկու փաստաթուղթ։ Այսինքն մենք հասնում ենք մեր բուն հետապնդած նպատակի։ Հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացում են եւ այլն։ Այսինքն այս համատեքստում անգամ եթե մեր ժամանակվա իշխանությունները արել են փոքր զիջում այդ պատմաբանների հանձնաժողովի տեսքով, կարծում եմ ինչ որ միտեղ գուցե արժեր։ Համենայն դեպս մենք ստանում ենք նորմալ փաստաթուղթ միջազգային նմանատիպ գործընթացներին հարիր փաստաթուղթ։ Թուրքիան ինչի չվավերացրեց, որովհետև պարզ է, որ Թուրքիան չի վավերացրել եւ դրանի պատասխան հետագայում ուրեմն բերվեց խորհրդարան, որպեսզի վավերացվի արդեն մեզ մոտ, բայց քանի որ Թուրքիան ընթացք չտվեց, երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը հետ կանչեց դա ուրեմն խորհրդարանից, որովհետև Թուրքիան այդ պայմանագրով ոչինչ չէր ստանում։ Էության մեջ ոչինչ չէր ստանում, որտեղ եթե իր խնդիրը լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինքը առանց այդ պայմանագրի կկնքեր եւ սահմանը ընդհանրապես չէր փակի։ Ինքը տեսեք, ոչ մի խոշոր պետություններից, հատկապես սա եմ ուզում շեշտել, աշխարհակահական համատեքստում միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը ինքը դարձրել է մի տեսակ սակարկման առարկա խոշոր պետություն, այսինքն ունի աշխարհակահական բաղադրիչ։ Այս դեպքում ինքը դրանից էլ էր զրկվում, որովհետև այնտեղ կար կոնսենսուս խոշոր տերությունների այս ուրեմն պայմանագրի կնքման հետ կապված։ Ինքը ոչինչ չէր ստանում եւ տեսեք պատահական չէ, որ իրականում Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա շեշտ դնելը հենց այս գործընթացից հետո է եղել։ Երբ որ Էրդողանը գնաց Բաքու եւ չգիտեմ դուք երևի կհիշեք, որ ինքը Մեջլիսում Բաքվում ելույթ ունեցավ եւ նշեց եւ առաջին անգամ է այդտեղ եղել, որ Էրդողանը նշել է իր խոսքում, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղը պետքա հետ վերադարձվի ուրեմն Ադրբեջանին եւ սա իրականում Թուրքիայում վերլուծական դաշտում մամուլում շատ մեծ աժոտաժ առաջացրեց, որ անթույլատրելի բանի մասին է խոսում, այսինքն մենք ամենաշատ Ադրբեջանի շահերը պաշտպանում ենք 7 շրջանների հետ կապված, այսինքն ոչ թե բուն լղի մի մասին է, ու դա որակեցին որպես սայթակում, բայց ամենայն դեպս գործընթացը այս ուղիով գնաց եւ ինքը իրենք այստեղ ավելի հստակ դրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հարաբերությունների կարգավորումը չգնաց, որտեղ նաեւ աշխարհակահական իրավիճակը կփոխվեց։ Մի դետալ եմ ուզում հիշեցնել պատմությունից, ոչ հեռավոր։ 2015 թվական, երբ 100-ամյա տարելիցին համահայկական խորհուրդ ստեղծվեց պետական բարձր հովանու ներքո։ Ինչ եղավ դա։ Գիտեք, օրինակ ես վերջերս մի քանի ամիս, որտեվ բան ունեի գրելու, հայ-թուրքական հենց այդ ժամանակաշրջանի իրադարձություններն էի ուսումնասիրում, այսինքն գործընթացը, եւ տեսեք մենք այդ խորհուրդը եւ հռչակագիրը կհիշեք, որ ընդունվեց հենց Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այո։ Մենք դա
արեցինք ոնց որ ի պատասխան այն քայլի, որ 100-ամյակն է ու Թուրքիան չի առերեսվում։ Բայց դա մեծ հաշվվում էր հետաքրքիր, դա մեզ ոչինչ չտվեց։ Այսինքն ավելի շատ ոնց որ ներքաղաքական խնդիր էր լուծում, քան ոչ թե արտաքին քաղաքական ինչ-որ հարցեր լուծում, որտեղ նույն Թուրքիան այդ 100-ամյակին դարդանելի այդ օպերացիայի հետ կապված, որը իմ ջայլոց անգամ այդ ժամանակ չի եղել, իրանք մտածված համարյա նույն օրերը բերեցին, արեցին եւ միակ ճակատամարտն է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որ թուրքերը հաջողություն են ունեցել, այդն էլ շատ մեծ մարդկային զոհերի գնով։ Այսինքն տեսեք իրանք ինչ են մեզ հակադրում, մենք դրան հակադրում ենք մի հռչակագիր, որը բացի ներքաղաքական խնդրից ես այս պահին իսկապես կդժվարանամ ասեմ, դա ներքաղաքական խնդիր լուծել է, թե չի լուծել, մենք էության մեջ ոչինչ չենք դա արտաքին քաղաքականության համատեքստում ոչինչ չասող քայլ ա եղել։ Ոչ մի արդյունք չի տվել։ Այսինքն այդ գործընթացների արդյունքը օգտակարության գործակիցը 0 է եղել։ Այդ դեպքում նույնը կարելի է ասել վերջին օրինագծի վերաբերյալ, որ օրեր առաջ Հայաստանի ազգային ժողովում շրջանառվեց։ Որ օրինագծի մասին է խոսքը։ Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի մասին։ Նախ Հայաստանի օրենսդրությամբ ցեղասպանության հետ կապված կա օրենք, իհարկե ուրացման մասին չի խոսքը, այլ քրեականացման այսպես մասին է խոսքը, բայց գիտեք հիմա մի օրինակ ինձ որպես մասնագետի հետաքրքիր է ուրացման բանաձևը տրված է, ես մի անգամ ասեմ, ոչ չեմ կարդացել օրենքը, բայց ուզում եմ ենթադրենք, ես այդ հարցերով գրում եմ հոդված, ուզում եմ աշխարհին համոզեմ ինչ-որ բանում, եւ դա բերում եմ, ուրացման, ինչ է ուրացումը, ինչն ենք մենք համարում ուրացում, դրա սահմանումը կա, այսինքն մենք Հայաստանում հիմա հասել ենք այն մակարդակին, որ մենք մեզ ենք համոզում, որ չուրանանք։ Կարծիքով այդպիսի հայ չկա, որ այդ փաստը կասկածի տակ դնի։ Այդ մասով ես լրիվ համաձայն եմ քո հետ, Նելի։ Շվեյցարիան արեց, Ֆրանսիան արեց, հասկացանք դա ինչ է։ Հայաստանի ներսում ես ուզում եմ հենց այդ սահմանը տեսնել, էլի, դա ներքաղաքական օրակարգով է պայմանավորված, թե այնուամենայնիվ ունի արտաքին բաղադրիչ։ Քաղաքական խնդիր կա։ Դա այսինքն մենք եթե տեսեք մենք նոր խոսում ենք առաջնահերթության մասին, չէ՞, 99-ի հետ կապված։ Եթե այդ ժամանակ մենք այդ խնդիրը ոնց որ թույլ տվեցինք, որ սակարկման առարկա դառնա մեր ու Թուրքիայի միջև, որը չպետք է դառնար։ Հիմա մենք մեր խնդիրը այնքան ավելի ենք իջացնում, որ մենք ներքին դիսկուրսում դարձնում ենք դա սակարկման առարկա։ Սա չգիտեմ, մի անթույլատրելի բան է։ Եվ ես կարծում եմ սա ներքին խնդիր է, ներքին դիվիդենտներ շահելու խնդիր է, որը ավելի բացասական է դարձնում երևույթը։ Այսքանը։ Շնորհակալություն, որ միացար մեզ, Նելի։ Շնորհակալ եմ։ Լսում ենք թուրքագետ Նելի Մինասյանին։